Onur Yavaşlığı Quincy Pame, Armer Orgenses. Supiațianunco, Egesar Crăciunco, Erețingamco, vorbesc Genesi Verbri. Îs Hatzmer Hanabazort, Durmezasor, Toamez Bardismer, vorbesc Mecton, Vorosmalamanas, Milaners Mezi Portucion, Arprigasme Chare, Sikhoy Arcaichun, Yezorciun, Parca, Vidianus, Amen. Ողջույն քեզ Մարիամ, իշնորհով Տերն քեզ, օրհնյալ ես դու կանայս, եւ օրհնյալ է բդող որովայնի քո Հիսուս, Սրբի Մարիամ, Մայրասսո, բարախոսիաբասը մեր մեղավորացս, այժմ եւ ժամում մահվան մերո, ամեն։ Փառքոր եւ օրհնյալ եւ օգնի Սրբո, այժմ շվեդյան սադերից, ամեն։ Տակուի իմաստության աղոթիաբասը մեր, անհոր եւ օրհնյալ եւ օգնի Սրբո, ամեն։ Ռամի բաբի այցելությունը եւ ինչպես բոլոր հարակերական եկեղեցիները նաեւ կաթողիկ եկեղեցին միասին հավատո հանգանակը ասեցին եւ անշուշտ հավատո հանգանակը որ ասեցին այդ նույն հանգանակն է ինչ որ 325 թվականին հրճակված էր եւ հոնդեղը անշուշտ խոսելով Սուրբ Հոգու մասին որի հորե բխի այդ եւ այդ ծավալը որ Ռոմի բաբը նաեւ այդ ասեց որովհետեւ սա մի պատմական բան է բայց հետո հաջորդ օրը երբ որ Ռոմի բաբը բادرակում էր նորեն Ստամբուլի մեջը այդ ժամանակ երբ որ երկեցին հավատացողանանքը ասեցին որ հորե եւ որտու փախի լադիներենով ասեցին filioque procedis այդ ժամանակ կաթողիկ հավատքն էր եւ կաթողիկ հավաքին հավատքը ուրեմն մի քանի դար հետո 325-ին մի քանի դար հետո այդ մասը ավերծած էր եւ այդ մասը մարդիկ որ կփորձեն խնդիրներ հարուցել որովհետեւ չեն ուզել մտածել եւ որ մեկը ուղիղ մտքով մտածելու լինի ինչ բառ գործած է երկրորդական է բայց իրականությունը այն է որ Սուրբ Հոգին հաղորդությունն է եւ հաղորդակցությունն է որ կա հոր եւ որդու միջեւ եւ ոչ միայն այլ նաեւ հաղորդությունը եւ հաղորդակցությունը որ կա Սուրբ Երրորդության եւ ամբողջ դիեզերքի միջեւ սա է կենտրոնականը որ մենք պետք է լավ հասկանանք եւ որ խոսենք առանց խնդիրներ հարուցելու կարիք չկա որ ովևէ մեր խումբի հետ մենք խնդիր ունենանք եւ որտու փախի կամ գա կամ չգա գրիբիդի չենք բայց պիտի հասկանանք իրականությունը եւ իրականությունը այն է որ այո որի հորե եւ որտու փախի ինչեւ մինչեւ հնասնելը դեռ բավական բաներ կա որ պետք է մենք ավետամքի մասին նայենք իրականության մեջ այս ինչ որ ունիմ եւ սրա մասին խոսում եմ ես գրել եմ սա 2006 թվականին եւ զարմանալին ինձ համար այն էր որ այս ամենը նորեն պետք է գարտալ եւ հիմա բան բզիկ քրկույկի վես բամա որ բادرաստում եմ սա բանելով բամ դեբելով ուրեմն պետք է ամբողջ նորեն գարտալ նայել եւ
Ես ինձ ասեցի, որ եթե այսօր գրելու լինեմ, իմ ուղեղս այնքան լավ չի աշխատում, որ այս ամենը կարողանայի ես այս տարի գրել, բայց 19 տարի առաջ գրել եմ։ Եվ այսուհետ այդ ամենը շիդագ է, վրան ավելցնելու բամը չունեի։ Վերեցեք Վարդապետ ջան։ Իսկ Հայր Հովհաննեսի հետ ուղարկեցիք։ Ինչու Հայր Հովհաննես եկավ։ Եկավ ու հետ եկավ, այստեղ է արդեն։ Ոչ լավ իմացա իր գալը։ Վարդապետ ջան, քրոջ աղջիկը պիտի գա այս երիտասարդության հանդիպմանը։ Ես կասեմ, որ ձեզ մոտենա, դուք այդտեղ կլինեք այդ երիտասարդության ժամանակ հանդիպմանը։ Դեկտեմբերի 19-ն է, 20-ն է, ինչն է։ Այո, դա 19-20-21։ Ես այո հոս եմ, խնդիր չունիմ, բայց մտածում եմ որու գրնամ հանցնել։ Կաշխատի մեկում հանցնել, որ իրեն դա։ Ինձ անունը ղրգե։ Վարդապետ ջան, կղրգեմ, ինքը պիտի գա, կբերի։ Եղավ, լավ։ Դեն նաև կրնամ ես մի 30-40 օրինակ ղրգել, որ ոնդեղ եթե գուզեք բաժանել, կրնակ բաժանել։ Նաև մենք վերջացեցինք թարգմանությունը Հռոմի Բաբի առաջին երա կներեք։ Այո։ Բարի երեկո։ Լսում եմ։ Լավ։ Այո։ Մուսի երո։ Լավ։ Եղավ, լավ։ Շնորհակալ։ Ուրեմն ես սիրեցի քեզ Հռոմի Բաբի բանը շրջաբերականը անիալ թարգմանեցինք դպեցինք անգեալ մի քանի օրինակ կղրգեմ։ Ինչ էսի։ Վերադառնալով, բայց գեցեք, եթե հարցում ունեք, հարցումի պատասխան տամ, հետո շարունակեմ։ Հայր Անտոն, ես հարց չունեմ, բայց ինձ էլ ձեր մեջ եկած հավատո հանգանակի նյութը ուղարկիք Տեր Հովսեփի հետ։ Եղավ։ Անպայման։ Ուրեմն մարդու ներքին աշխարհը մեզ կարող է ապացուցել Աստծո գոյությունը։ Մեր դրամապանելու կարողությունը, մեր կամքը, մեր սիրելու կարողությունը, գեղեցիկն ու վսեմը ըմբռնելու կարողությունը մեզ օգնում են հասկանալու, որ այս բոլորը վերջի վերջո ստեղծված են։ Մեր մեջ մենք ունենք միայն այդ բոլորի անկատար ձևը եւ ցկտում ենք կատարյալին։ Այդ բոլորի կատարյալը գտնվում է Աստծո մեջ։ Մի ատե միջապանելով մի քրիստոնյայի հետ ասում է, որ ինչպես կարող եք ասել, որ հրեշտակ հոգի ասած որ ասում եք որ հոգի է, ինչպես հոգին կարող է նյութական բամ անել։ Շուշտ ասում մասին մենք չենք մտածում, բայց կարևոր է որ մտածենք։ Ուրեմն պատասխանը այդ քրիստոնյային այն եղավ, որ այսօր մեր մեջ գա հոգևորը, որ
նյութականի դառնում է ինչպես որ մեր մեջ կա զայրույթը, սերը եւ դարբեր զգացումները, որ մենք ունենք, սա ֆիզիկական բան չէ, բայց ֆիզիկականի վերածվում է ուրեմն Աստված նույնպես որքան որ ինքը նյութական չէ, բայց եւ այնպես ինքը կարող է եւ հոգին կարող է աստեցություն ունենա եւ Աստված կարող էր ստեղծել այդ ամեն ինչը ստեղծել ոչ միայն ինչ որ ֆիզիկական է, այլ նաեւ այդ ինչ որ մենք շատ լավ տեսնում ենք, բայց չենք հասկանում։ Ինչպես նաև ցկողականությունը, ինչ է ցկողականությունը։ Եվ ուրիշ շատ բաներ եւս նույն ձևով մենք զգում ենք, տեսնում ենք հետևանքը առանց հասկանալու էությունը այդ ամենին։ Եվ Աստվածը, որ ստեղծեց, նաև ինքը գտնվում է այդ ամենից դուրս։ Նաև ուրիշ մի ատե խոսելով ասում է, որ ուրեմն ով ստեղծեց Աստծուն։ Իդեպ ամեն ինչ որ տեսնում ենք, Աստված է որ ստեղծել է, ով ստեղծեց Աստծուն։ Հոս մի բան է, որ մեզանից յուրաքանչյուրը անպայման պիտի ունենա անցիկ, եթե չեք ունեցել դեռևս, այս հարցը մեզ բոլորիս պիտի դրվի եւ դրված է։ Ով ստեղծեց Աստծուն։ Ուրեմն անոր պատասխանը այն է, որ Աստված ստեղծեց, ինչ որ կարդում ենք Աստվածաշունչի առաջին դողերին, Աստված ստեղծեց երկինքն եւ երկիրը, ուրեմն այս խոսքերում մեջը Աստված ստեղծում է նույն բահին մեջը ստեղծում է եւ ժամանակը եւ դարածքը եւ նյութը եւ անհնարին է որ ստեղծագործությունը տեղի ունենալ եթե այս երեքը միասին չլինեին եթե Աստված երկինքը ստեղծեր եւ եթե ժամանակ չկար երբ ստեղծեց եւ եթե դարածք չկա ուր ստեղծեց ուրեմն այս երեքը միասին են եւ ուրեմն եւ ժամանակը եւ դարածքը եւ նյութը երեքը միասին ստեղծվեցին իսկ Աստված որ այս երեքը ստեղծեց ասոնց մեջ չէր ասկե դուրս էր եւ որովհետեւ ասկե դուրս էր ինքը չէր գնալ ստեղծվել ինքը էությունն է որ ստեղծում է եւ ստեղծում է միաժամանակ եւ ժամանակը եւ դարածքը եւ նյութը եւ որովհետեւ այդ ցևով է եւ ինքը այդ ամենից դուրս է ինքը կարող է այդ անել եւ ինքը ոչ դարածք ունի ոչ ժամանակ ունի եւ ոչ այլ նյութ այսու անշուշտ սա մեր խելքին համար այնքան հեշտ չէ ըմբռնելը բայց կարող ենք մենք մտածել որ
Սա միակ ճանապարհն է մեկնաբանելու, բացատրելու այդ ամենը ինչ որ գոյություն ունի եւ այդ Աստվածը, որ այդ ամենը արած է, ինքը դուրս է եւ եթե մենք մտածում ենք այդպիսի ճասվածների մասին, որ իրենք գտնվում են այս երեքին մեջը, այսինքն ժամանակ եւ նյութ եւ տարածք, անոնք ճասվածներ են։ Մենք անոնց ոչ մեկուն չենք հավատալ։ Անոնց ոչ մեկը չենք ընդունել։ Մեր ընդունածը այդ Աստվածն է, որ ինքն է էությունը, ինքն է, որ ստեղծում է այդ երեքը միասին, միաժամանակ բոլորը միասին է։ Ուրեմն այս ստեղծողը Հայր Աստվածն է։ Այո, մենք խոսում ենք երրորդյա մասին, երեքը միասին է, մեկ Աստված է, անոր մասին մեկ պիտի նայենք հիմա եւ Որչափել մենք կարող ենք Աստծուն փնտրել եւ գտնել, բայց Աստված ինքն է փնտրում մարդուն, որովհետեւ երբ մեր առաջին նախահայրը Ադամը ու Եվան մեղանչեցին, Աստծո ներկայությունից խուսափեցին եւ Աստված է որ այնուհետեւ սկսեց փնտրել մարդուն։ Մարդս նախընտրում է Աստծուց հեռու մնալ։ Քիչերն են, որ Աստծուն փնտրում են, բայց իրականության մեջ Աստված է, որ փնտրում է մարդուն։ Գիշեմ Ավստրալիայի եղած ժամանակս մի ֆրանսացի վարդապետ, որ Ֆրանսիային եկած էր եւ ծառայում էր Ավստրալիայի մեջը, ինքը պատասխանատու էր ֆրանսախոսներին հոնդերը եւ իրենց համար կբادرակեր եւ մեկ որ ինքը արձակուրդի պիտի երթար, ինձ մեկը խնդրել որ ես բادرակեի ֆրանսերենով իր համայնքին համար։ Ուրեմն անգամ եկավ եւ մի հոդված բերավ եւ գրտած այդ հոդվածը, որը մեջ է բանն է որ Հիսուս կսե մեկ հոդված գրած է եւ հոդվածի մեջ ասելով գրում է որ Հիսուս քալիս է մի եկեղեցի եւ որ եկեղեցի մտնում է տեսնում է որ մի մարդ քալիս է եւ ծնգաչոք խորանին արջևը աղոթում է եւ այդ Հիսուսը բացմության Հիսուսը զարմանում է եւ ասում է որ ես պիտի երթամ եւ ես պիտի գնամ եւ ասեմ իմ հորս որ դերևս կան անցիկ ովքեր հավատում են ինձ այո որքան խորն է այս բզիկ բացմությունը որ Աստված ինքը իրապես հավատում է մեզ բայց մենք ենք որ թերահավատ ենք եւ քիչ հավատ ունենք Աստծո հանդեպ շատ քիչ է մեր հավատը բայց Աստծո հավատը անձայրացիր է մարդուս հանդեպ ինքն է որ մեզ փնտրում է ինքն է որ նորեն եւ նորեն պատմության մեջը ուխտեր առաջարկեց մարդուն մարդու չէ որ ուխտ առաջարկեց Աստծուն այլ Աստված ինքն է եւ նույնիսկ Հիսուսը եւ Հիսուսին կալուստը եւ Հիսուսի ուխտը Աստծո կողմեն է Աստված այնքան սիրեց աշխարհը որ ուղարկեց իր միածին որդին Աստված համբերությամբ եւ աստիճանաբար ինքն իրեն հայտնեց մարդկանց մինչև Հիսուսի քալը, որն էլ արդեն կատարելապես մեզ հայտնեց Աստծուն։ Հիսուսին քալեն հետո Աստված խոսեց մարգարեների միջոցով։ Կարդում ենք
Եբրայեցիների ուղված նամակին մեջ է Աստված տարբեր մարգարեներով, տարբեր արարքներով խոսեց, բայց վերջին ժամանակին խոսեց իր որդու միջոցով։ Սա մենք մտածենք եւ գուզեմ ցեզ հիմա բանել, որ տարբեր ակնոցով նայեք այս եղելության։ Տարբեր մարգարեները տարբեր բաներ հայտնեցին Աստծո մասին եւ տարբեր բաներ ասեցին։ Իսկ Հիսուս ինչն է որ հայտնեց, ինչն է որ նորություն բերավ։ Նորությունը խոսքեր չէր, ինքն էր նորությունը։ Նոր ավասիկ Սուպերության երկրորդ անձը, որ հոր Աստծո խոսքն է, ավասիկ այդ խոսքը մարմին արավ եւ եղավ մեզի պես ամեն ինչի մեջ Սուրբ Պողոս ասում է բացի մեղքից։ Ուրեմն իրեն Հիսուսի հայտնությունը նորություն չէ, բայց նույն ժամանակ ամենամեծ նորությունն է, որովհետև ինքը նոր բան չէ, որ կուզե մեզ սովորեցնել, այլ կուզե ինքը լինի հայտնությունը։ Ոչ թե նոր հայտնություն, այլ ինքն է հայտնությունը։ Նոր բանը բերելու համար չեկավ, եղավ ինքն իրեն բերելու եւ եկավ մեր մեջը եւ եղավ մեզ նման ամեն ինչով, ասում եմ Սուրբ Պողոս, բացի մեղքից։ Երբ ընդունում ենք Աստծո գոյությունը, հարկ է ընդունել նաեւ, որ նա է մեր արարիչը։ Եթե նա է մեր արարիչը, ուրեմն նա է նաեւ մեր Տերը։ Մենք նրան ենք պատկանում ամբողջ մեր էությամբ։ Սա է որ մարդիկ չեն ուզել մտածել եւ հասկանալ։ Ինչ է Աստված, ով է Աստված։ Մենք պատկանում ենք ամբողջությամբ։ Մենք նրան ենք պատկանում ամբողջ մեր էությամբ։ Նա մեզ ոչ միայն ստեղծել է, այլ նաեւ շարունակում է մեզ գոյության մեջ պահել։ Նույն ինքն է, որ մեզ ամեն օր 86400 վայրկյան է տալիս ապրելու։ Ինքն է, որ մեզ հարադևորեն տալիս է իր բարգևները։ Ուրեմն մեկ ամեն Աստված մեզ տալիս է կյանքը, որ ժամանակ է, ժամանակ եւ կյանքը նույնն է։ Երբ որ ժամանակ չունիս, կնշանակի կյանք չունիս։ Այս մեր քիծած կյանքը վերջանում է եւ մենք ունենք այդ հավիտենական կյանքը, որ մենք ընդունեցինք մեր մգրդության միջոցով։ Մեր մգրդությունը մեզ տվեց հոգևոր կյանքը։ Իսկ մեր առօրյա կյանքը եւ մեր բոլոր կարողությունները ամենը դրված է Աստծուց։ Մենք ամեն մասին չենք սիրել մտածել, բայց որքան կարևոր է որ մտածենք։ Եվ երբ որ գարտանք, տեսեք, բոլոր կարտացել եք Սուրբ Պողոսի խոսքերը, երբ ասում է ամեն ինչ ստացած ես։ Բամը չկա որ չես ստացած։ Եթե ամեն ինչ ստացած ես, եւ բամը չկա որ չես ստացել, ինչպես կրնաս բարձենալ որևէ մի բանի մասին, կարծես չես ստացել։ Երբ որ ասում մասին կմտածենք երկրորդական բաների մասին եւ ինչպես այդ երկրորդական բաները մենք ստացել ենք, բայց Սուրբ Պողոսի խոսքերը չափազանց ավելի խորն են։ Մենք ամեն ինչը, այսինքն ամեն մի վարքյան, ինչ որ բադահում է մեր կյանքին մեջը, այդ ամեն Աստծո բարգևն է։ Եվ այդ բարգևը մենք այսօր դու նորեն բան սպիտակի բան Մարտիրեզայի քույրերի մոտ բادرակեցի եւ իրենց կարոզեցի եւ հոն ասում էի որ
ամեն վարքյան ինչ որ Աստված տալիս է մեզ, սա Աստծո բարգևն է։ Եվ դժվարությունը, եւ մտահոգությունը, որ ունենք, եւ ամեն ինչը մեր մտածելու կարողությունը, ամեն ինչը որ կա, ամբողջությամբ Աստծո բարգևն է։ Եվ մենք այդ բարգևը, երբ որ կընդունենք, եւ վստահությամբ կընդունենք, վստահենք Աստծուն, որքան գեղեցիկ բան է, որովհետեւ ամեն մի բարգև, որ մենք ընդունում ենք եւ շնորհակալություն ենք հայտնում, սա բացում է միջոցը, որ մենք ավելի մեծ բարգև ստանանք։ Եվ այդ ավելի մեծ բարգևը չի նշանակել, որ մեր կյանքը ավելի հեշտ պիտի լինի։ Ոչ, այլ ամեն ինչ, որ Աստված տալիս է, ամեն նեղություն, որ տալիս է, ամեն ուրախություն, որ մեզ տալիս է, կողմնակություն, որ մեզ տալիս է, մեր մեջ այդ փառաբանության, երկրպագության, այդ ամեն զգացումները, որ մենք ունենք, որ Աստված տալիս է նաև ցավը, որովհետև ցավը անպայման մեր առօրյային մաս է կազմում։ Չի գա մեկը, որ կարողանա ապրել առանց ցավի։ Եվ այդ ցավը ևս պիտի վստահենք, որ Աստծո բարգևն է եւ ոչ թե փորձություն։ Փորձություն չէ, բարգև է այդ ամենը։ Մենք փորձություն կարծում ենք շատ անգամ, որովհետեւ մենք պատրաստ չենք վստահելու Աստծուն իր բարության վերաբերյալ։ Այս ամենը ընդունելու հետևանքն է լինում այն, որ մենք որոշ բարդականություններ ունենք Աստծո հանդեպ։ Մեր բարդականությունն է փնտրել Աստծուն ոչ թե առանցին, այլ միասնաբար, ուրիշների հետ Աստծո հայտնություններն ուսումնասիրելով։ Եթե Աստված է, որ մեզ ստեղծել է, ուրեմն նա ինքն է նաև, որ կարող է մեզ լավագույնը սովորեցնել մեր իսկ մասին եւ մեր կյանքի մասին։ Ինքն է, որ կարող է ցույց տալ մեր երջանկության ուղին։ Մենք բարդական ենք նրան եւ բարդավոր ենք անասանտվել ու մեր աղոթքները բարձրացնել առ Աստված։ Չեմ գիտեր որքան բացատրություն դամ հիմա այս հերթացածիս մասին։ Կարևոր կետը այն է, որ մենք առանցին չենք։ Այսօր մասին խոսել եմ եւ ելի պիտի խոսեմ, ասելով, որ մենք միասին ենք եւ միասին է, որ պիտի ապրենք մեր հավատքը։ Հավատքը անձնական մի բան չէ, որքան որ արևմուտքի մեջ ես հավատում եմ, ասում են, բայց նրանք ևս ընդունում են, որ մեր հավատը չափազանց նեղ բան է։ Ամբողջ եկեղեցու հավատքն է, որ կատարյալ է։ Խումբերի հավատքը կատարյալ չէ։ Բայց խումբով պիտի միանանք, խումբով է, որ պիտի փնտրենք եւ խումբով է, որ Աստված մեզ պիտի առաջնորդի եւ մեզի ցույց տա, թե ինքը ինչ է ցանկանում մեզ սովորեցնել։ Եվ սրա համար է, որ Կիրակյորը, երբ որ մենք պատարագի կերտանք, պատարագը անձնական մի բան չէ։ Ինձ քանիներ հարց են տվել, ինչու ես եկեցի դերտամ։ Ես կարող եմ ամեն տեղ աղոթել, չոլնալ կարող եմ։ Այո, չոլնալ կաղոթես, ամեն տեղ կաղոթես, բայց պատարագը ամբողջովին տարբեր է։ Պատարագը իմ աղոթքս չէ։ Պատարագը եկեղեցու աղոթքն է։ Հիսուս ինքն է, որ աղոթում է, եւ Հիսուս ինքն է, որ ինքն իրեն եւ նորեն
բայց ավետարանական մեջ որոշ ժամանակ չի գա մեկ անգամ Հիսուս ինքն իրեն նվիրում է Հոր Աստծուն մեզ բոլորի պաշտամունքը իրականացնելու համար միասին է եւ Հիսուսի ցանկությունը այսինքն երբ որ տարբեր կողմերեն գնայինք այդ ամենը չպասանց քրեցիկ բարձ բայց բարձ երբեք չնշանակեր հեշտ ուրեմն Աստծո ցանկությունը այն է որ մենք քերակի օրը երբ որ բادرակի գտնվում ենք մենք ոչ թե գնում եւ Հիսուսը առնում ենք մեր մեջը այո դա տեղի ունենում է բայց խնդիրը ոչ թե Հիսուսը մեր մեջը առնելն է այլ մենք հոն բոլորս որ գտնվում ենք միանում ենք իրար սուրբարության միջոցով եւ ոչ միայն միասում լինում ենք այդ անձերի հետ որոնց հետ մենք բادرակի գտնվում ենք մենք նաեւ միասին ենք այդ մի քանի 100 միլիոն մարդկանց հետ ովքեր աշխարհի տարբեր կողմերը բادرակի մասնակցում են այդ օրը եւ անոնք որ հաղորդում են հատուկ կերպով նույնիսկ անոնք որ չեն հաղորդում եւ լսում են եւ մտածում են Աստծո խոսքի մասին նորեն ոնդեղը հաղորդակցություն կա եւ հաղորդություն կա որովհետեւ Սուրբ Հոգին է որ այդ ամենը միացնում է որովհետեւ մենք բոլորս որ մգրտված ենք մենք բոլորս մաս ենք կազմում Քրիստոսի այդ հոգևոր մարմնին մենք այդ հոգևոր մարմնի անդամներն ենք եւ Աստված սա է որ ցանկանում է որ մենք միասին լինենք միացած լինենք եւ միասին փնտրենք ավելի լավ հասկանալու համար Աստծո ներշնչումը Աստծո հայտնությունը բաճաճ է որ մենք ապրենք Աստծո ներկայության մեջ լավակույնը պիտի լիներ այն որ մենք ամեն րոպե ապրեինք նրա ներկայության մեջ սկսենք հիշել նրան ամեն օր մի քանի անգամ մենք կարող ենք դա անել աղոթքով առավոտյան արթնանալիս խաչակնկվենք ինքներս մեզ ասենք հայր մեր աղոթքը օրվա ընթացքում մի քանի անգամ գարջ սլացական աղոթք բարձրացնենք առ Աստված ասելով Աստված իմ շնորհակալ եմ քեզանից Տեր Հիսուս հասիր օգնությանս Աստված իմ սիրում եմ քեզ Աստված իմ օգնիր ծնողներիս Աստված իմ ների մեղքերս ով Տեր ինչ հրաշալի են քո գործերը եւ նման ուրիշ շատ կարճ աղոթքներ նաեւ չմոռանանք աղոթել ուտելուց առաջ ու հետո երեկոյան էլ քնելուց առաջ շնորհակալություն հայտնենք մեր ապրած օրվա համար եւ վերջացնենք մեր օրը եւս մեկ անգամ հայր մեր ասելով եւ Աստծուց խնդրելով մեր մեղքերի թողությունը ու նաեւ անկիսքուն բաշաճ է նաեւ որ մենք ամեն օր բարիք անենք ուրիշներին սկսենք յուրաքանչյուր օրը մի ովևէ բարիք անելով Հիմա այս վերջին մասը որ ցեզի գարտացի սա շաղագի գրած եմ եւ սա մի բան է որ որքան կարեւոր է սովորեցնենք բադանիներին փոքրերին որովհետեւ այս ծևով իրենց կյանքը սկսեն եւ սա դառնա սովորույթ իրենց կյանքի մեջ մենք ասում ենք Հավատում ենք եւ ոչ թե հավատում եմ։ Տարբերությունը այն է, որ մենք առանցին չենք։ Հավատը, որ ունենք, միասնական հավատ է, որը մեզ փոխանցվել է ուրիշների միջոցով։ Ամբողջ եկեղեցու հավատն է, որ կատարյալ է։ Մեր անձնական հավատը եւ նույնիսկ մեզ շրջապատող մարդկանց միասնական հավատը շատ դերի է։ Եվ հարկ է, որ մենք մեր հավատի մասին
միշտ ավելի լավ եւ ավելի շատ սովորենք, որբեսի դրա բովանդակությունը ավելի լավ ըմբռնենք։ Ո՞վ է հարցում։ Հայր Անտոն, ձեր ընդեստասների առաջի մասից ինձ մոտ մի հարց առաջացավ, այս վերջերս քննարկել ենք, մեկը ասում է նյութական ընդհանրապես ես ոչ մի բան չեմ խնդրում Աստծուց, եւ իմ մոտ հարց է առաջացել, արդյոք պետք է նյութականի մասին խնդրել, ես չեմ խնդրել հիմնականում, բայց հարց առաջացավ, արդյոք պետք է թե ոչ։ Դուք որ լսում եք, դուք ինչ կասեք։ Ո՞վ ամոչեք ուզեր ասել։ Կարծում եմ, որ պետք է, բայց ես էլ սովորություն չունեմ նյութականի մասին խնդրել։ Ես նյութական չէ, բայց չգիտեմ, առողջական մասով, հա, երեխաներիս համար միշտ աղոթում եմ, խնդրում եմ։ Աղոթներից մեջ խնդրանք էլ կա երեխաներիս համար։ Նույնիսկ համոզում ենք, ասում ենք, Տեր, դու ասեցիր, թակեցեք եւ կբացվի, ահա թակում եմ, լսիր իմ ձայնը։ Սրբի տուն բիչղասիս։ Մտածում եմ, լսում եմ, բայց չգիտեմ ոնց պատասխանեմ։ Նույն խնդրանքները մենք էլ երևի խնդրում եմ, հա, նյութականը, ինչի՞ չէ։ Նյութական ասելով նաև ինչ կհասկանանք։ Նյութական արդյոք տրամն է, առողջությունն է կամ երկուքն է։ Հաջողություն, առողջություն, հաջողություն։ Էսի։ Okay։ Հիմա երբ որ մենք կարդում ենք ավետարանները, այնտեղ շատ բաներ կան, որ տեսնում ենք մարդիկ, որ խնդրում են։ Երբ որ այդ երկու գույրերը Հիսուսին ասում են, որ Հիսուս կուզենք տեսնել։ Սա նյութական է կամ ոչ։ Ինք իրականության մեջ նյութական է, բայց մենք այսօր 2000 տարի հետո մենք այլևս նյութականով նույնիսկ այդ հրաշքը գուզենք, որ նյութական չլինի, այլ հոգևոր լինի։ Հիսուս մենք գույր ենք։ Մեր աչքերը բաց, որ հասկանանք քո խոսքերը։ Դեսնենք։ Իսկ միշտ կամեն Ղուկասի ավետարանի մեջ Հիսուս ասում է, խնդրեցեք Սուրբ Հոգին եւ մնացած ամենը ձեզ կդրվի ավելիով։ Այնպես որ եթե կան անցիկ ովքեր կարողանում են հասնել այդ աստիճանին, որ այլևս միայն Սուրբ Հոգին է, որ խնդրում են եւ ովև մի նյութական բանի չեն ուզեր թիմել, հիանալի է։ Գիտենալ, որ ասած ամեն ինչ տալիս է։ Նաև, երբ որ մենք աղոթում ենք Հայր մերը, մենք խնդրում ենք մեր առօրյա հացը, չէ՞։ Բայց նաև այդ առօրյա հացը խնդրելը եկեղեցու պատմության սկիզբն ի վեր, քանի հայրեր, եկեղեցու հայրեր այդ հացը վերածում են սուրբ հարցության, ասելով, որ երբ որ մենք ասում ենք, որ
դուր մեզի առօրյա հացը մենք սուրբ հաղորդությունն է, որ ցանկանում ենք։ Եվ միայն այդ նախատեսությունն է հայրմերի մեջ է, որ խնդրանք կա, կարող ես նյութականը սել, բայց այդ նյութականը նաև փոխվում է եւ լինում է հոգեվոր մի բան։ Ուրեմն մենք այսօր աշխարհիս մեջը փյուրավոր մարդիկ խնդրում են ֆիզիկական հրաշքներ եւ ստանում են, բայց չէ խնդրեն, բայց ինչու՞ չէ։ Այդ հրաշքները որ տեղի են ունենում եւ վերջերս կարդում էի, քանի որ Ռոմի Բաբա այսօր երես բան շարբել կնաց ոնդեղը շարբելի քերեզմանը կնաց, ասում էին, որ այդ սուրբը ամենը ավելի հրաշք գործող սուրբ եղած է քրիստոնյա պատմության մեջ։ Եվ քրիստոնյաները, եւ մահմեդականները, եւ ամեն տեսակ մարդիկ կացել եւ ոնդեղ խնդրել են եւ փյուրավոր շատ մեծ թվով հրաշքներ ստացել են։ Եթե Աստված տալիս է այդ հրաշքները, կնշանակի, որ նաև կուզե, որ մենք խնդրենք իր մեն։ Մեկը, որ կորց չունի եւ խնդրե Սուրբ Հայրոսեփի մանավանդ միջնորդությամբ խնդրե, որ կորց գտնի, ամուսինը կորց գտնի, բդաղան կորց գտնի, բաբան կորց գտնի, ամենը կարևոր բաներ են։ Եվ սխալ չի գա, որ մենք բանը ասենք, որ ես կվստահեմ Աստված պիտի դա։ Բայց նաև Աստված չի արգելում, որ մենք խնդրենք, կուզե, որ մենք խնդրենք։ Եվ Այո, Աստված ուզում է, որ մենք իրան խնդրենք, փառաբանենք, գովասենք։ այո, Եվ պատասխանը միանգամից ստանում ենք։ Իմ մոտ այդպես է։ Փառք Աստծո։ բոլորի հետ այդպես պետք է լինի։ Եվ ես այսօր ամբողջ կյանքս եւ նորեն գարտում եմ եւ տեսնում եմ, որ այդ ամենը ինչ որ խնդրել եմ եւ լավ էր ինձ համար, ասած ամենը դվել է։ Բամը չի գա, որ լավ բամը, որ ես խնդրել եմ եւ ինչ որ չի դվել, կնշանակի, որ լավը չէր ինձ համար։ Հոն է հավատքը, որ հավատաս, որ Աստված ամեն վարքյան տալիս է միայն եւ միայն լավագույնը։ Կխնդրեմ։ Հիմա ասկերաշնորեն ցեզ ասեցի, որ ես այլևս աղոթներուս մեջ հատուկ խնդրանք չունիմ։ Կադեներ որոշ անցիկ կուզեն, որ այս կամ այն անցի համար աղոթեմ, այշուս կաղոթեմ։ Բայց ես ինձ մե բամը չեմ խնդրել, միայն կհիշեմ մարդկանց, կհիշեմ այդ մարդկանց, որոնց հետ հանդիպում եմ եւ իրենց խնդիրները առանց գիտենալու թե ինչ են այդ խնդիրները, ասում եմ, որ Աստված իմ այս ամենը քեզ եմ նվիրում։ Դու հոգա իրենց համար։ Շատ բարի։ Մենք ասում ենք, հավատում ենք եւ ոչ թե հավատում եմ։ Դարբերություն այն է, կարտացի ասիկա, հավատում ենք մեկ Աստծո։ Աշխարհում 3 կրոնների դավանողներն են, որ հավատում են միակ Աստծուն՝ հրեաները, քրիստոնյաները եւ մահմեդականները։ Մեզանից յուրաքանչյուրը իր երևակայության մեջ հորինում է Աստծուն համաձայն իր հասկացողության։ Աստծո մասին մեր ունեցած ընկալումը միշտ էլ սահմանափակ եւ հաճախ նույնիսկ շատ նեղ է եղել։ Աստված շատ ավելի մեծ է, քան մենք հասկանում ենք կամ նույնիսկ կարող ենք հասկանալ։
Այդ հրեաներում սորվեցածը ամենակեղեցիկ մասը այն է, որ Աստծո մասին ովևէ դրական բան չեն ասում, այլ ինչ որ տարբեր մարդիկ տարբեր տարերի ընթացքում ասեցին Աստծո մասին, հրեաները գսեն, որ ոչ, սա չէ, որովհետև մենք միայն տեսնում ենք մարդկայինորեն ամեն ինչը, եւ այդ մարդկային մեր բոլոր բանը հասկացողությունը սխալ է։ Նույնիսկ երբ որ ասում ենք, որ Աստված սեր է, մենք սերը հասկանում ենք մեր ձևով, եւ ասում ենք Աստված ողորմած է, հասկանում ենք ողորմությունը մեր ձևով։ Մեր ողորմությունը չէ Աստծո ողորմությունը, մեր սերը չէ։ Երբ որ գսենք, որ Աստված ամենակետ է, այդ ամենը ինչ որ ովևէ մի բան, որ մենք ասում ենք Աստծո մասին, սա մարդկային մտածելակերպ է։ Աստված այնպեսին չէ, շատ ավելին է։ Կան ինչ որ մենք կարող ենք մեր խոսքերով սահմանափակել, թե ինչ է Աստված։ Մենք պիտի կործածենք բարեր, պիտի կործածենք գաղափարներ, բայց պիտի հասկանանք, որ մեր բոլոր գաղափարները չափազանց նեղ են։ Եվ ճիշտ այսօր ինտերնետի վրա մի վերնակիր գարտում էի, որ մարդուն մեկը ասում է, որ 22 րոպե մահացել է, վերջի հետ վերադարձել է, բայց ասում է, որ փրկվողներուն, հավատացյալների մեջ փրկվողներուն դոկոսը չափազանց քիչ է, նույնիսկ միայն 1% է։ Իրապես սա ամուշություն է։ Եթե մարդը կարծում է, որ Աստված միայն 1% ժողովրդին կփրկե, սա խենթություն է։ Սա խենթություն է։ Աստված շատ ավելի մեծ Աստված է եւ իր ողորմությունը շատ ավելի ուրիշ բան է, քան մենք կարող ենք հասկանալ այդ ողորմությունը։ Եվ Աստված ողորմած է, Աստված մեզ սիրում է, Աստված մեզ ստեղծել է փրկության համար։ Սուրբ նորեն Աստծո մասին խոսում է երկրության մեջը, որ Աստծո ցանկությունն է, որ բոլոր մարդիկ փրկվեն եւ հասնեն ճշմարտության գիտությանը։ Ինչպես կլինի այդ ճշմարտության գիտությունը, կատարյալ ճշմարտության գիտությունը, որ Աստված ցանկանում է մեզանից յուրաքանչյուրի եւ մեր բոլորի համար, եւ այդ երջանկությունը, որ Աստված ցանկանում է մեր բոլորի համար, սա իրապես դժվար է ասել, որ քիչերն են, որ կփրկվեն։ Չէ, մեծամասնությունը պիտի փրկվի։ Մեծամասնությունը կփրկվի։ Որովհետև Աստված ողորմած է եւ իր ողորմությունը պետք է մենք աշխատենք հասկանալ։ Լավ, վերջացնել են առաջ, եթե ուրիշ հարցեր կան։ Վարդապետ, մի քիչ հիվանդամ կներեք ձայնից համար։ Իսկ սոցիալական կայքերում շատ է պտտվում այն միտքը, որ Ալլահը դա սատանի ստեղծածն է։ Ալլահին երբեք չի կարելի համատեղել մեր Աստծո հետ եւ Աստված անվանել։ Ինչ կասեք այս մտքի հետ։ Լավ, շատ հետաքրքրական մի բան է, նորեն այսօր իսկ ինտերնետի վրա մեգումը մի լիբանանցի հարցնում էին, թե ինչ է Ալլահը։ Եվ այսօր
բոլոր արաբ ժողովուրդը երբ որ Աստծո մասին գխոսի ինչպես կանվան է Աստծուն Ալլահ կանվան է ուրիշ անուն չի դա ինչպես մենք Աստված բառը ունենք իրենք Ալլահ բառը ունեն եւ քրիստոնյաները եւ մահմեդականները եւ թուրքերը Դա էլ իրանց Աստվածն է։ Նու ոչ մեր Ալլահ, այսինքն քրիստոնյան Աստծուն կոչում է Ալլահ արաբ քրիստոնյան եւ Լիբանանի մեջը եւ Սուրիա մեջը կաթողիկները Ալլահ կսեն երբ որ ես հորտանան Գաբրեի եւ հորտանան արաբերենով գաղութեի Ալլահ կասեի Ալլահն էր որ ես ընդունած էի ուրիշ Աստված չէր Ուրեմն հարցս կարելի է փոխել ոչ թե հարցը այստեղ անունն է այլ ընդունելն է ինչպես է այն ներկայացնում ինչպես է Մուհամեդը եկել այդ ամենին ում միջոցով է բացել հոն շատ կարևոր է ցերսածը որովհետև միայն քրիստոնյա Աստվածն է որ սիրո Աստված է մամլականերում կողը Աստվածը սիրո հարաբերություն չունի իր ժողովրդին հետ ինքը դերն է եւ մենք սրուկներն ենք եւ երբեք չենք գիտեր որքանով Աստված կող է մեզանից սա է իրենց բռնած դիրքը եւ նույնիսկ այսինքն Մուհամեդը ինքը երբ որ են հարցած են որ ապահով որ միդեր տան չէ ապահով չէ եւ ասած գիտեք շատ հնարավոր է որ երկինք չգնաց բայց իր մտածելակերպը որ պետք է շատ լավ գործեր անես եւ կյանքիդ վերջավորության գշիրի մեջ պիտի տրվի ու լավ եւ վատ գործերը եւ որ մեկը որ ավելի շատ է անոր համար պիտի բարձրացվես կամ բաճվես իրենց մտածելակերպը սա է իրենց Աստվածը սիրո Աստված չէ հայր չէ եւ իրենք չեն գնալ ընդունել որ մենք ասենք ասում որ հայր է եւ մենք իրենց զավակներն ենք չեն գնալ ընդունել ուրեմն խնդիրը Ալլահ բառը չէ այլ ինչպես հրի մամեդականը լեսնում է եւ հասկանում է Աստծուն եւ հրյան նույն ձևով ինչպես կհասկանա Աստծուն հրյան Աստծուն կտեսնի որպես իրենց անձնական մի բանը եւ Աստված բոլոր հրյաներին անպայման երկինք պիտանի կարևոր չի ինչ կանես չեսներ բոլորներ երկինք պիտերտան երբ մեզ մեն ոչ մեկը չպիտի պրգվի Այր Անտոն, որ մենք ասում ենք Քրիստոսի գալուստը, երկրորդ գալուստը նու աշխարհի վախճան է ծևի դե իրանք էլ են այդ վերջի մոմենտ այդ հավատում իրանք ինչին Մահմեդի գալն է թե ոնց իրանք ոնց են այդ չէ իրենք հավատում են որ Հիսուս պիտի գա բայց իրենք Հիսուսին չեն հավատա չէ որ իրանք ասում են ով չէ Հիսուսին չեն հավատան հա ասում են Հիսուս կա բայց որ խաչվեցավ բարձավ անցյալ օրը դեռ կարդում էի որ Կորանին մեջ
շատ ավելի անգամներ խոսվում է Աստվածամոր մասին, քան մեր ամբողջ նոր գտակարանի մեջ Այո, է։ իրենք Մայրամին հա լավ գիտեն, բայց Հիսուսին, որ Հիսուսը Աստծո որդի չէ, դրան չեն հավատում։ Աստվածորտի չէ, բայց կարևոր բան է մարգարե է եւ պիտի վերադառնա եւ ինքը պիտի դադե աշխարհը Բարձը։ իրենց հասկացողությունը մի քիչ խառնաշփոթ է, բայց իրենք հadoop տեղ ունին Հիսուսի համար, բայց նորեն անգնեն, որ իրենց մարգարեն վերջին մարգարեն է եւ ամենակարևորը իրենց մարգարեն է, որքան որ Հիսուս պիտի գա եւ 1000 տարի պիտի թակավորե։ Արդյոք մի օր դուք հարց տվեցիք, թե ձեր աղոթքները ինչպես են հասնում եւ օգնում մահացածներին։ Ես ասեցի, ինչպես է որ կարողանում են օգնել, ես էլ ասեցի, քանի որ նրանք մարմին չունեն, չեն կարողանում իրավիճակ փոխել, դրա համար մենք մարմին ունեցողներս աղոթքով իրենց օգնում ենք։ Դու էլ ասեցիր, այնտեղ ժամանակ չկա։ Ոչ մի բան հնարավոր չէ փոխվել։ Եվ դրանից հետո կանգնել էի միտքը ու կուզենայի որ մեկնաբանեիք ինչպես է մեր աղոթքը աշխատում որպես օգնություն։ Կարծեմ ցեզի մի բզիկ պատմություն պատմեցի կամ ռադիոյին մի պատմեցի չեմ գիտեմ։ Ասեցի որ Padre Pio Այո, դուք ասեցիք, ես դա հիշում եմ լավ, որ մենք մեր աղոթքները, քանի որ այնտեղ ժամանակ չկա, այսինքն ազդում են նրանց մինչև մահանալը։ Բայց մի տեսակ դա չի գոհացնում։ Լսեր, Padre Pio-ին պատմությունը դարեն հասկացիր։ Երբ որ Padre Pio-ին բժիշկ ասում է, որ ինչի համար աղոթում ես, նա էլ ասում է, որ ես աղոթում եմ, որ իմ բաբիկս դարձիկա եւ լավ մահ ունենա։ Բայց բժիշկը իրեն գսե, որ բայց ես ճանաչել եմ բաբիկիդ, բաբիկդ 20 տարի առաջ մեռավ։ Գսե, այո, բայց Աստծո ժամանակը գոյություն չունի։ Աստված գիտեր, որ ես այսօր 20 տարի հետո ես պիտի աղոթեմ իրեն դարձին համար եւ ասած այս աղոթքը նկատի ունենալով իրեն պետք եղած շնորհները տվավ։ Ուրեմն միայն եւ միայն այդ տեսակետն է ընդունելի։ Միայն։ Այսինքն ստացվում է, որ քրիստոնեության 95%-ը գաղափար չունի, թե ինչպես է աղոթում, ինչպես է այն ազդում, որովհետև ես բավականին մտել եմ այդ ամեն ինչի մեջ, որ չգիտի, նորություն է մեզ համար, բոլորովին նոր բան է, ինչ որ դուք ասում եք։ Նույնիսկ եթե երտաս կահանաներուն հետ խոսիս, կահանաներն աբիդի չընդունին հիմա իմ ասելիքները, որ Padre Pio-ին խոսքերն են եւ ոչ միայն Padre Pio, այլ եկեղեցին այդպես է, որ հասկանում է այդ ամենը։ Իսկ կահանաները այլ տեսակետից ինչպես են բացատրում։ Կահանաները, երբ որ խոսում ես կավարանի հոգիների համար, ասում են, որ հիմա երբ որ ես աղոթում եմ, հիմա օգնում է իմ այդ հանգուցյալին, որ իր դարաբանկը բագասի եւ երկինք ավելի շուտ կարողանա երթալ։ Այո, մենք այդտեղ ենք դաստիարակվել։ Ես են սովորել։ Բայց իմ ասածս այն է, որ Աստծո ժամանակը գոյություն չունի։ Եվ այսօր
Այսօր երբ որ գսեմ ոչ թե հիմա, ես կանայտյանս առաջին օրվն է, մարդկանց կսարվեցնեմ, և հիմա ցեզալ, գուզեմ, որ սա հասկանաք, հիմա ծեր ծնողները, բաբիկները, դադիկները և ծեր բաբիկների դադիկների բաբիկները դադիկները արդյոք բոլորն էլ մաքուր կյանք ապրել են, առիթ ունեցել են խոստովանելու, հաղորդություն առնելու մեռնելուց առաջ։ Մենք կարող ենք աղոթել այդ բոլորի համար։ Այդ բոլորի համար մենք կարող ենք աղոթել և սրա մասին սկիզբեն ես ինչ-որ կարդացել եմ Սրբի Թերեզա Ավիլացի իր քրությունն է, որ իմ վրաս ազդել է։ Ինքն էլ կաղոթեր մարդկանց համար, ովքեր 1000 տարի առաջ մահացել են։ Խնդրելով, որ Աստված իրենց զղջումի շնորհը բարգեւի։ Սա չափազանց գեղեցիկ մի բան է, եւ սա պետք է Հայաստանի մեջ ավելի եւ ավելի հրճակենք, որ ոչ թե թշոխկացողը երկինք պիտի ոչ, այլ որովհետեւ Աստծո ժամանակը գոյություն չունի, երբ որ ես կաղոթեմ, ասկե 100-150 տարի առաջ իմ մեռած պապիկս, դադիկս, երբ որ համար կաղոթեմ, Աստված այդ անձը մեռնելուց առաջ իրեն պետք է շնորհները գտա, որպեսզի բարգավի։ Այսինքն ինքնասպան եղած մարդու համար էլ աղոթելը բոլորովին ընդունելի է այդ դեպքում, այդ ձև է ստացվում։ Այսինքն մեզ չպիտի հետաքրքրի հոգին դժոխքում է, խավարանում է, որտեղ է, ամեն յուրաքանչյուր հոգուն կարելի է օգնել մեր աղոթքով։ Անշուշտ, եւ այսօր երբ որ խոսենք մենք անձնասպանության մասին, անձնասպանը հիվանդություն է, այսօր եւ եկեցին կընդունի եւ հասարակությունը ավելի կընդունի, որ անձնասպանությունը իրականության մեջ բան է, հիվանդություն է եւ Աստված ամբողջովին տարբեր ձևով գնայի։ Այսօր, երբ որ կմտածես 100-150 տարի առաջ եկեցին ոչ մեկ անձնասպանի չէր տաղեր, բայց այսօր կտաղ է։ Ես էլ տաղած եմ անձնասպաններ։ Ապա ինչու է ասվում, թե դժոխք նկածներին փրկություն չկա։ Այո, եթե դժոխքի մեջ է, այլևս փրկություն չկա։ Բայց երբ որ Աստծո ժամանակը գոյություն չունի, տեսեք, ասենք որ աշխարհը շարունակե եւ մարդկությունը շարունակե 1 միլիոն տարի։ 1 միլիոն տարի հետո ինչ պիտի լինի, Աստծո համար հիմա է։ Աստծո ժամանակը գոյություն չունի։ Ասկե 2 միլիոն տարի առաջ ինչ պատահել է, Աստծո համար հիմա է։ Եվ երբ որ կաղոթեմ ես հիմա, առաջվա ներուն համար կաղոթեմ, կամ քալիքներուն համար կաղոթեմ, Աստված այդ ամենը կընդունի եւ մեր ժամանակի մեջն է, որ ինքը իր անելիքը կանի։ Ոչ թե դժոխքեն կհանե, չէ, դժոխքեն չելեր, մարդ չելեր դժոխքեն։ Բայց, երբ որ մենք աղոթում ենք, Աստված գիտենալով, որ մենք պիտի աղոթենք իրենց համար, չի թողնի, որ դժոխքի մեջ լինեն, պետք է շնորհները կտա։ Եղավ վարդապետ ջան։ Չեմ գիտեր որքան համոզվեցար, բայց իրականությունը այսպես է։
Դժբախտաբար ուղեղս հիմա չեմ կարողանում երկար ժամանակ կենտրոնանալ, որ ասենց ամեն մասին երկար գրություն պատրաստեմ։ Մտքիս մեջ է հստակ է, բայց շարադրությունը այնքան էլ հեշտ չէ։ Դոստոևսկին իր գրքերը լրիվ թելադրել է եւ գրել են։ Պետք է Լիլիթին կողքը դնել եւ այդ ձև բացատրել եւ ինքը գրի կառնի։ Նիկան ուրիշ գործեր ալունի, որ խեջ աղջիկը, որ մեկուն հասնի։ Այո, շատ բարի, եթե ուրիշ հարցում չի գա, բարի գիշերս եմ։ Բարի գիշեր, ասված ես հետ, Բարի գիշեր, ձեզ էլ ցանկանում ենք առողջություն։ Բարի գիշեր բոլորին։ նարագա, Բարի գիշեր։ բարի գիշեր։